Հայաստանն ու Իրանն առաջին անգամ համատեղ զորավարժություն են անցկացնում հայ-իրանական սահմանին։ Զորավարժությունը ենթադրում է հայ-իրանական պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Զորավարժություններին մասնակցում են երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Նմանատիպ զորավարժություն նախկինում չի եղել, իրանագետներն այս գործողության մեջ մեսիջ են տեսնում ուղղված Ադրբեջանին։ Կարելի է նաև այս զորավարժությունների անցկացումը մեսիջ կարելի է նաև դիտարկել որպես մեսիջ ուղղված Ադրբեջանին, որովհետև սպայն միայն այսպես տեսականորեն միայն Ադրբեջանը կարող է արձակվել Հայաստան Իրան սահմանի վրա գտնվող ինչ-որ անցակետերի վրա։ Նման օրինակ զորավարժությունները կարևոր են համարում փորձագետները, սա նշանակում է, որ Սյունիքը շարունակում է կարմիր գիծ մնալ իսլամական պետության համար։ Անկախ նրանից, որ Հայաստանի իշխանությունները այնպիսի որոշումներ են իրականացնում, որ կասկած առաջացնում Իրանում Հայաստանի մտադրությունների մասին, բայց այդուամենայնիվ Հայաստանը ներկա սահմաններով դեռ համարվում է կարևոր Իրանի համար եւ կարծում եմ կարող եմ ասել առավել եւս կարևոր այս պահին, այս իրավիճակում, այս լարված իրավիճակում, որ Միջին Արևելքում տեղի է ունենում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետի տեղակալ Վելիուլլահ Մանիի խոսքով զորավարժությունների հիմնական նպատակը սահմանամերձ շրջաններում անվտանգության ամրապնդումն է։ Երկու երկրների սահմանամերձ շրջաններին հատուկ վտանգ չկա։ Այս զորավարժություններն անցկացվում են մարտական պատրաստության պահպանման, ահաբեկչության դեմ պայքարի եւ կայուն խաղաղության ապահովման նպատակով։ Միջազգային պարբերականներն են անդրադարձել զորավարժությանն ու նշել Հայաստանի համար կարևորության մասին։ EA Daily պարբերականը շեշտել է, որ Իրանը ճիշտ ժամանակին է նախաձեռնել զորավարժությունը, հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում ամեն օր հրադադարի խախտում է գրանցվում։ Անկասկած, սա պարունակում էր իր մեջ քաղաքական ազդակ առ այն, որ Երևանն ու Իրանը ունեն ընդհանուր գործողությունների առավել գործնական տրամադրվածություն կայունության եւ խաղաղության կառավարման ապահովման ուղղությամբ աշխատանքի առումով։ Ավելի վաղ Հայաստանն էր հանդես եկել եռակողմ Հայաստան, Ռուսաստան, Իրան զորավարժություններ իրականացնելու առաջարկով, սակայն ռուսական կողմը մերժել էր առաջարկը։ Արդեն այս փուլում, երբ խոսք կա, որ եւ Իրանը եւ Հայաստանը հնարավոր է հայտնվեն թշնամիների կրակի տակ, երկրներն ավելի զգուշավոր են դարձել։ Քաղաքական վերլուծաբանի խոսքով սա ինչ-որ չափով կզսպի նաեւ Ադրբեջանին, հաշվի առնելով, որ վերջինս կախված է Իրանի տրամադրած այլընտրանքային ճանապարհից։ Ճանապարհը, որ պիտի Իրանով անցնի եւ դեպի Նախիջևան Ադրբեջանից տեսնենք, որ հիմա վերակառուցվում է եւ դա այն պատկամն էր, որ անցյալ տարի Իրանը մեկ անգամ Ադրբեջանին հղեց, որ դուք ունեք ճանապարհ Իրանով դեպի Նախիջևան հասնելու։ Փորձեց ասել, որ դա մի շահարկեք Հայաստան ներխուժելու նպատակով։ Հարևան Իրանի հետ զորավարժություն նորակարգ է դարձել, ադրբեջանական եւ թուրքական լրատվականներն են անդրադարձել հայ-իրանական զորավարժությանը, իրենց հոդվածները վերնագրելով շուրջ բոլորը թշնամիներ են։ Սդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։